Անկլավների հարցը հարգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է ասիագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ իշխանությունները սպասում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կան, պետք է ներկայացվեն իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը, եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ, թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների։ Ես ենթադրում եմ, որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական, աշխարհաքաղաքական